Բարև ձեզ, Factor TV հյուրը միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն է, ողջույն, պարոն Սաֆարյան։ Բարև ձեզ։ Շատ կարևոր հարց, արդյոք վերջնականապես փակված է Զանգեզուրի միջանցք կոչեցյալի այդ խոսույթի կամ պահանջների տրցակների թեման, որովհետեւ վարչապետը գիտենք, որ Ալիևին էր պատասխանում ՄԱԿ-ի ամբիոնից, բայց դրանից հետո ինչ տեղի ունեցավ Կոպենհագենում հանդիպում եւ վարչապետը ասում է Չարժի կենտրոնանալ այդ հարցի վրա հասցեագրված է, իսկ վարչապետի խոսնակը պարզաբանել էր, որ այդ արտահայտության կիրառման խնդիրը քննարկվել է Կոպենհագենում։ Հաղորդագրությունից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են Հայաստանի տարածք առնչվում է TRIP նախագծին, հետևաբար Հայաստանի տարածքում որևէ այլ նախագիծ չկա, սա խոսնակի պարզաբանումն էր, փակ է թեման վերջնական։ Թղթի վրա է փակ է, թղթի վրա փակ է, որովհետև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված երկկողմ եւ եռակողմ փաստաթղթերում այդ անվանումը Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության ոչ միայն դրվել է Թրամփի ներդրումը մեծարելու, նրան պատմության մեջ թողնելու համար, այլ նաեւ դիսկուրսը փոխելու, որովհետեւ ակնհայտորեն ապաշրջափակման տարածաշրջանի ապաշրջափակման խնդիրը հանգել էր նաև այսպես ասած փակուղու դիսկուրսային առումով, որովհետև Զանգեզուրի միջանցքը այն էր ադրբեջանական կամ ռուսական ընկալմամբ ըստ էության Հայաստանի օբյեկտիվ դիմադրություններ արժանացնում եւ կարծում եմ Միացյալ Նահանգները մեկ գրակոչով երկու խնդիր լուծեցին մեկը վերացնել այդ խոչընդոտը եւ հռետորաբանությունից ու քննարկումներից հանել այդ բառը այդ դիեզրույթը Զանգեզուրի միջանց եւ երկրորդը այո շոյել Միացյալ Նահանգների նախագահի փառասիրությունը ով ինչպես տեսանք չափազանց շատ էր ուզում ստանալ Նոբելյան մրցանակ եւ բայց ասիկ թղթի վրա բան թղթի վրա հիմա ինչ դա կարևոր բան է այնպես չի որ ես դա թերագնահատում եմ թղթի վրա ամրագրելը դա ամենևին չի նշանակում թե ես թերագնահատում եմ կատարվածը խաղը փակված է թղթի վրա բայց ակնհայտորեն Ադրբեջանը դեռևս կփորձի ձևեր գտնել գործնականում գետնի վրա իրականացման առումով տալու այն լուծումները, որոնք գոնե դե ֆակտո մոտ կլինեն ուրեմն միջանցքային տրամաբանությանը։ Դրա համար էր ինքը այսպես ասած Վաշինգտոնյան հանդիպումից հետո դրել, որ ադրբեջանցի ճամփորդները ովքեր Ադրբեջանից պիտի գնան Նախիջևան, չպիտի տեսնեն հայ մաքսավորների, հայ սահմանապահների երեսը եւ այլ եւ այլ ինքը որևէ մեկի բայց նայեք ինքը չի կարող դա անել, որովհետեւ հենց այս մտածողությունը բերում է էլի փակուղու, որովհետեւ եթե որևէ ուղևորի հետ բան պատահի, այդ ուղևորի հետ կապված պատմություններով Հայաստանի իրավապահները կարող են զբաղվել միայն այն դեպքում, որ իմանան ով է մտել, կամ ինչպես է մտել, կամ ինչով է մտել, ինչ բեռներով է մտել եւ այլ եւ այլ։ Հետեւաբար հայկական կողմը դրել է ուրիշ խնդիր, եթե ասենք մազութով բեռնված վագոն է շրջվում, եթե Հայաստանի տարածքում որևէ ինքնիշխանության վերահսկողություն չի լինելու մաքսավորը չի տեսնելու եւ այլ դեպքում Հայաստանի Հանրապետությունը ինչ պահանջ պիտի ներկայացվի հետևանքները վերացնելու։ Հասկանում եք աշխարհի որևէ երկրում չկա մի ճանապարհ ներկայիս աշխարհում, որտեղ իհարկե կան նեղուցներ կամ այլ անցուղիներ, որոնք հատուկ ռեժիմ ունեն, Կալինինգրադը, բայց դրանք շատ սպეციფიկ ռեժիմներ են եւ այդ ռեժիմների ստեղծումը ավելի շատ կապ ունի երկրորդ աշխարհամարտից հետո եկած տրամաբանության հետ։ Հիմա այս դարաշրջանում, ինչպես Ֆրանսիայի դեսպան եւ նախագահը շատ հստակ արտահայտվեցին, սա 21-րդ դարն է եւ Դանցիգի միջանցքներ չեն կարող լինել այս աշխարհում։ Երբ որ Ադրբեջանը շատ էր պնդում, հիշեք 20 թվականից հետո։ Կնայեք, պարոն Սաֆարյան, բայց այստեղ շատ կարևոր հարց է։ Եթե Ադրբեջանը փորձի այդ միջանցքային տրամաբանությունը արդեն կարգավորումների փուլում առաջ տալ, արդյոք Միացյալ Նահանգները կարգի կհրավիրի, ասելով որ գիտես Թրամփի ուղին Հայաստանի հետ են կառուցում, դու պետք է ապաշրջափակես Հայաստանի ինքնիշխանությունը հարգելով։ Շատ լավ հարց եք տալու, որովհետև նրանք են ստորագրել այդ։ Շատ ճիշտ եք։ Վաշինգտոնում երկու հետաքրքիր խորամանկ բան է արվել։ Եռակողմում Ադրբեջանին ստիպել են ընդունելու Տրամփի երթուղին, Ադրբեջանը ստորագրել է դրա տակ։
որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կոչվում է Տրամպի երթուղի, Տրամպի ուղի ճանապարհ։ Դրա մեջ ներառվել է սկզբունքների ամրագրումը, որ այդ ճանապարհները պետք է լինեն Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն ուզեն թե չուզեն, ընդունել են, որ Հայաստանի մաքսավորը, Հայաստանի սահմանապահը պիտի վերահսկողություն եւ նաեւ Հայաստանի այլ բոլոր պետական մարմինները, ինչպես այլ պահպանվող օբյեկտների դեպքում, հա, զվարթնոց կլինի, ատոմակայան կլինի, թե ինչ կլինի։ Հիմա այնտեղ էլ ամենօրյա մուտքի ռեժիմ չկա, բայց անհրաժեշտության դեպքում ինքնիշխանությունը, այո, ինքնիշխանությունը տարածվում է եւ պետք է իրավապահը մտնում է, պետք է աուդիտը մտնում է, պետական վերահսկողության ծառայությունը մտնում է, ստուգումների համար պետք է փրկարարը մտնում է, այսինքն անկլավներ չկան, այսպես ասենք Հայաստանի իրավազորությունից դուրս։ Անկլավներ չկան դե ֆակտո եւ դե յուրե։ Ադրբեջանին ստիպեցին այս խաղի կանոնը ընդունել, բայց երկկողմ պայմանագրերի վրա թողեցին այդ ճանապարհի ուրեմն կառուցումը, այսինքն ասեցին սա Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ինքնիշխան գործն է իրար հետ որոշելու մնացած հարցերը։ Այսինքն Ադրբեջանը այդ օրակարգին միջամտելու տեղ չունի։ Դրա համար ինքը կողքից sense մի կողմից ուզում է Ալիևը իր ժողովրդին ցույց տա, որ ինքը կատարել է խոստումը եւ միջանցքը լինելու է, որովհետեւ ինքը 5 տարի է ասում միջանցք լինելու է։ Թեև ասում է դա երբեմն ասում է Թրամփի ուղի է կոչվելու, այո։ Եվ քանի որ ԱՄՆ նախագահի անունով է Հայաստանը չի կարող։ Հիմա գամ ձեր հարցին։ Իհարկե Միացյալ Նահանգների նախագահին կարող է գրգռել, եթե նա շարունակի այդ միջանցքին անվանել ոչ թե Թրամփի ճանապարհ, որովհետև հիշում եք դուք օգոստոսի 8-ին երևի նույնիսկ նողկալի էր տեսնել այդ քծնանքը, որով նա ուզում էր, այսպես ասած, շոյեր ոտերի տակ երեկնում Տրամփի գովերքում էր, որ դու մոլորակի թիվ 1 տղան ես, դու սա մոլորակի թիվ 1 երկիրն է, սա մոլորակի թիվ 1 գրասենյակն է, չէ, ով ասել որ ԱՄՆ մեծագույն նախագահի առաջ մենք ստորագրել ենք ով կարող է խախտել պայմանագիրը, այսինքն այսպիսի քծնանքից հետո իհարկե նա տեսակ նաև վերջերս այս մերձավորավայրյան գագաթաժողովում ինչքան էր ուրախացել, որ ինքը հայտնվել է այդպիսի միայն թիկունքը չի, այդ հավաքների հիշեք վերջին շրջանում մինչև դրա ստորագրելը Ալիևը ընդհանրապես հեռախոսազրույց եւ նաեւ հանդիպում չեր ունեցել Տրամփի հետ եւ դրանից նա տառապում էր։ Ես գիտեմ շատ բարձրաստիճան արևմտյան դիվանագետից, որ նույնիսկ լոբիստներ էր վարձել, որպեսի նրանք զանգը ստանա Տրամփի։ Այո, նա նույնիսկ համաձայնել էր Աբրահամի այդ ակտին միանար, որ դա Ամերիկայի Միացյալ Նահանգները գնահատեն ու գոնե Տրամփի վրա ինքը կարողանա դուրս գալ եւ հանդիպել։ Հիմա ինքը իսկապես դողում է Ալիևը այս ամեն ինչի վրա, որ ինքը հայտնվել է այդ միջավայրում, Նիկոլ Փաշինյանին հրավիրեցին Միացյալ Նահանգներ այդ քրիստոնեական նախաճաշին, հանդիպում ունեցավ փոխնախագահի հետ։ Նարեկ Մկրտչյանը Վիտկոֆի հետ էր խոսել, այս կապերն էլ կարևոր են ամեն դեպքում, սա։ Հայաստանը ակնհայտորեն ընդգծված է եղել, Հայաստանի հետ ստորագրվեց ռազմավարական գործընկերության համաձայնագիրը դեռևս Բայդենի վարչակարգի օրոք, Ադրբեջանը չուներ դա, Տրամփի Ադրբեջանում հույս ունեին, որ Տրամփի գալով այդ համաձայնագիրը կդրվի դարակում կամ կչեղարկվի, Տրամփը տեր չի կանգնի, դա էլ տեղի չունեցավ, ճիշտ հակառակը, Տրամփը որոշեց անձամբ ներգրավել այս տարածաշրջանում։ Ուզում եմ ասել, Ալիևի վրա արդեն կա շատ կարևոր ազդեցության լծակ Միացյալ Նահանգների կողմից, եւ Ալիևը չի ցանկանա հայտնվել պատժամիջոցների տակ։ Իդեպ այստեղ կարևոր է խաղաղության ակտի հավանական անցկացումը կոնգրեսում, դա այն մասին է, եթե դա օրենք դառնա, եթե Ադրբեջանը հարձակում է կամ օգոստոսից հրաժարվում է, պատժամիջոցներ են գնում։ Ռոբերտ ջան, միայն դա չի։ Ես մեկ այլ հանգամանքի վրա եմ ուշադրություն հրավիրել դեռևս օգոստոսի 8-ին։ Դուք շատ կարևոր բան եք ասում, արդեն Միացյալ Նահանգներում եւ որ տեսնում են, որ Ալիևը լեզվին է տալիս եւ այլ բառապաշար է օգտագործում, որը կարող է մեկնաբանվել որպես պայմանավորվածություններից ետ գնալու կամ դրան կաղավաղելու կամ պայմանավորվածությունները չեղարկելու վերջում Միացյալ Նահանգներում հիմար չեն, որ չհասկանան, որ եթե այս հռետորաբանությունը շարունակվում, ուրեմն նշանակում է ուզում են Նիկոլ Փաշինյանն եւ Հայաստանին գրգռեն, որպեսզի չեղարկվեն այս համաձայնությունները, Հայաստանը խռովի եւ այդ ճանապարհը չլինի։ Միացյալ Նահանգներում դրա համար ես ձեզ մի տեղեկություն հայտնեմ եւ նաեւ մեր հեռուստադիտողին ըստ ինձ հայտնի շատ հավաստի լուրերի
որոնք գալիս են Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության շրջանակներից, տեսեք ինչ եմ ասում, այսինքն Տրամպի կուսակցությունից, այս բանաձևի վրա ներդրում ունեն, իհարկե շատ կարևոր էթնիկ հայեր Միացյալ Նահանգներում, սրան անպատկերացնելի աջակցում են Հանրապետական կուսակցության պարլամենտականներ եւ չզարմանաք երրորդ ամենակարևորը այս նախագիծը նաև որոշակիորեն անցել է պետքարտուղարության սենյակներով։ Այսինքն սա նշանակում է, որ Ալիևը պիտի հասկանա, որ սա միայն ու միայն հայկական լոբիի կամ, չգիտեմ, թեկուզ եւ հանրապետական կուսակցության կողմից, այսպես ասած, անատամ սպառնալիք։ Այսինքն ԱՄՆ-ն այդ գործիքի կարիքը ունի։ Բայց տեսեք, հետ դարձը Ալիևի թույլ չտալու, թեկուզ որտես ինչ տեղի կունենա։ Բայց նաեւ ես օգոստոսի 8-ին շատ կարևոր մի կետի էի անդրադարձել, որ համադրության էի ենթարկել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերը։ 3 էներգետիկան, հիշում եք արհեստական բանականություն, կիսահաղորդիչներ եւ խաղաղության խաչմերուկը։ Այդ համաձայնագրերը դուք տեսել եք գրած էր ստորագրվել են 1 տարի ժամկետով, մինչև 4 տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Հիշում եք, չէ՞, ինչ էր գրված։ Եվ որ Ադրբեջանի հետ ստորագրվել էր այդ միակ ստորագրված համաձայնագիրը, որը ընդհանուր իր կարևորությամբ եւ իր բովանդակությամբ համարժեքել չէ այս Հայաստանի ստորագրված 3-ին, որովհետեւ այդ Ադրբեջանի ստորագրված այդ համաձայնագիրը նպատակ ունի Ադրբեջանի եւ Ամերիկայի հարաբերությունները հասցրել այնտեղ, որտեղ հասել են Հայաստանի Ադրբեջանի Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները այս փետրվարին, այսինքն ռազմավարական գործընկերության այդ բանը ստորագրվեց։ Այսինքն հələ դեռ Հայաստանից համաձայնությամբ ունեցած այդ բաստողածը հասցնելու մասին է այդ Ադրբեջանի ստորագրված, բայց այնտեղ մի բան էր գրած։ Գրված էր, որ 1 տարի է ստորագրվում, 1 տարով է ստորագրվում։ Հետո գրվել էր, որ կարող է չէր գրվել, որ մինչև 4 տարի երկարաձգման հնարավորություն կա, ուշադրություն դարձրեք։ Այսինքն Ադրբեջանը հասկացրել է 1 տարվա ընթացքում, եթե քեզ խելոք կպահես, ուրեմն այդ հարաբերությունները կհասնեն ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչպես Հայաստանի հետ են հասել փետրվարին, եւ որից հետո արդեն կստորագրվեն այլ համաձայնագրեր, ինչպես Հայաստանի հետ է ստորագրվել օգոստոսի 8-ին բանում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանին ու այնտեղ գրած էր, ասում էր, հա, այս ընթացքում ինչ որ բաներ եթե պայմանավորվենք, դրանք կշարունակվեն, բայց նոր ծրագրեր այլևս չեն լինի։ Հստակ գրել էին։ Թվում է թե նույն շաբլոնն է օգտագործել, բայց բացարձակ այս պայմանագրի ուժի մեջ մտնելու անցումային դրույթներից հատվածը, որը շատ կարևոր է, շատ հաճախ մասնագետները չեն նայում, շատ մեծ ինքը իմաստ էր պարունակում, որտեղ Միացյալ Նահանգները ուղղակի Ադրբեջան հասկացնում էր, քեզ կարգին կպահես, դեր կլինես ստորագրված փաստաթղթերի եւ պայմանավորվածություններին, կստանաս ավելին։ Եկեք հասկանանք ինչու կարող է իրեն պայմանական ասած կարգին չպահել։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարումը հիշում ենք, բայց վերջերս ոչ միայն հաշտություն եղավ Պուտին-Ալիև հարաբերությունների, պարոն Սաֆարյան, այլ լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանը ըստ էության բացահայտել է իրեն դիմաց Մեհդիևին, դա Ադրբեջանի նախագահի երկարամյա իդեպ աշխատակազմի ղեկավարն է, շատ վստահելի եւ շատ ազդեցիկ գործիչ Ադրբեջանում։ Մարդ, որ ուզեցել է հեղաշրջում անել Ադրբեջանում եւ այդ հարցով դիմել է Ռուսաստանին, ըստ էության, եթե այսպես հիմք ընդունենք, հա, մեդիաներում հրապարակված տեղեկությունը, որ օգնեք անենք հեղաշրջում, ձեզ համար էլ լավ կլինի, մեզ համար էլ, հա, եւ այս տեղեկությունը ըստ էության հայտնվում է Պուտին-Ալիև հանդիպումից հետո եւ մեկնաբանությունները այն են, որ Պուտինն է մատնել եւ ըստ էության որոշակի բոնուս տրամադրել Ալիևին, որ տեսեք ձեր իշխանության դեմ հեղաշրջումը մենք բացահայտում ենք, թույլ չենք տալիս եւ այլն։ Արդյոք այս հարաբերությունները, եթե սա իրականություն է, ես հարցականով եմ սա նկարագրում, կարող է որոշակի ջերմացման փուլ բերել, որովհետև օգոստոսի 8-ը ստորագրվեց այն ժամանակ, երբ որ դրանք կատարյալ այսպես
բացասական փուլում են, հա, այսինքն Ադրբեջանը նույնիսկ եթե Ռուսաստան պատժողական կամ չգիտեմ վախեցնելու, նվաստացնելու ինչ որ տրամաբանության մեջ էր, եթե ստորագրել օգոստոսի 8-ը, արդյոք ջերմացում կարող է տեղի ունենալ եւ ինչ սպասել է։ Դրան էլ մեկ տեղեկություն հայտարարեք, Ռուսաստանից ինչած հայտարարությունը, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը պիտի ստորագրվի Մոսկվայում, այո, գալոզինն է ասում։ Ահա։ Հիմա ինչ են ուզում։ Ուզում են հասկանանք այս հարթությունը ինչ է։ Ուզում են խաղաղության պայմանագիրը, որ նախաստորագրվել է Վաշինգտոնում, անցնի ռուսական հովանու ներքո, եւ ուզում են, որպեսզի Ալիևը տապալի Տրամպի երթուղին։ Եվ հիմա դուք ասում եք առաջին հարցում ասում եք փակված է այդ հարցը։ Այդ հարցը ո՞նց է փակված, եւ որ Ալիևն էլ է օգտագործում ուրեմն այդ եզրույթը Հայաստանում ռուսական պրոքսիներն են օգտագործում միջանցք տերմինը։ Ոնց կարա մի բան փակված լինի, երբ հիբրիդային պատերազմով շարունակվում է սպասարկել այդ դիսկուրսը։ Դեպ ես երբ որ Շանհայյան կազմակերպության հավաքում Ալիևը անջապես Վաշինգտոնյան այդ պայմանավորվածությունից հետո օգտագործեց Զանգեզուրյան միջանցք եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց եւ մեղադրեց Վաշինգտոնյան պայմանավորվածություններից եւ եզրաբանությունից այլ բառապաշար օգտագործել մեջ քան Վաշինգտոնը ձեռբերել։ Ես իմ մեկնաբանությունը նա է եղել, որ Ալիևը դեռևս բացապահում, թե միգուցե շատ քիչ հավատալով, բայց բացապահում այն շանսը, որ ռուսների հետ դեռևս իրականացի Զանգեզուրի միջանցքի բան է։ Հիշեք, որ Ալիևը չափազանց շատ էր սպասում Պուտինի հետ հենց այդտեղ հանդիպմանը, անգամ են կադրերը, որտեղ նա նույնիսկ միտումնավոր կանգնել էր հենց այն հատվածում, այսպես ասած անցուղու եզրին, որով պիտի ներս մտներ Պուտինը եւ Պուտինը ներս մտնելով ուղղակի նրան սովորական բարևում ու առաջ անցնում։ Հիշեք Ալիևի դեմքի, այսպես ասած, հրճվանք արտահայտությունը, որ Պուտինը իրան բարևել է։ Վերջապես, որովհետև Ալիևը այո շատ էր մտահոգված Ռուսաստանից հնչող հայտարարություններով, ի վերջո Ռուսաստանում արդեն պաշտոնական մակարդակով էին հայտարարում Ադրբեջանի դեմ մեկ այլ SVO ագրեսիա իրականացնելու մասին, Ռուսաստանում եւ Հյուսային Կովկասում իրենց ներկայացուցիչները խոսում էին թալիշների, ավարների, լեզգիների իրավունքների խախտումների մասին եւ այլ եւ այլ, այսինքն ինչքան էր Ալիևը իրեն այսպես խրոխտ պահի, միևնույնն է, ինքը հասկանում է, որ ինքը շատ փոքր ֆիգուրա շախմատային տախտակում, հարավից ատոմներ է կրճտացնում Իրանը, հյուսիսից ատոմներ է կրճտացնում ուրեմն Ռուսաստանը, արևմուտքում Հայաստանն է, որը կարող է ուղղակի տրվել գայթակղությանը եւ դիմել ռևանշի, հետեւաբար իր համար շատ էական է եղել Պուտինի հետ հարաբերությունների ջերմացումը։ Իսկ Ռուսաստանի ռեսուրսները այնպեսին են, որ ինքը միջամտի չակերտավոր որակյալ չափով խաղը փոխելու աստիճանի։ Ոչ, բարեբախտաբար դեռևս ոչ։ Դրա համար շատ լավ օրինակ բերեցիք, թե ինչպես է Ռուսաստանը փորձել նաև ծախել Ալիևի վրա, որտես մենք քո վատը ապստամբությունը, այսպես ասենք, կանխել։ Մենք ենք կանխել, քեզ դերակ ենք տալիս դրան։ Հա, դուրս չենք տալիս, կա այսպիսի եղել այսպիսի մտադրություններ, բայց մի բացառեք, որ տեղել են ստել, որովհետև որպես կանոն իրենք են իրենց ագենտներին ստիպում հեղափոխություններ անել, ինչպես որ դա անում են Հայաստանում։ Ռոբերտ, այսինքն Մեհդիևին նաև հավասարապես կարելի է համարել ռուսական որոշակի թևերի զոհը, որին այսպես ասած դրթել են սպառնալիք վտանգ ստեղծել Ալիևի համար, այն մյուս թևն էլ բռնելա ծախելա Մեհդիևի։ Հիշեցի Թուրքիայում հեղաշրջման պատմությունը, երբ որ Պուտինն էր զգուշացրել Էրդողանին, որ ձեր դեմ հեղաշրջում է լինել, ըստ լուրերի ես ավելի լավ է հիշեք Հայաստանը, թե ինչպես քանի հոգու փուռը տվեցին, բայց շարունակում են ժպտալ Նիկոլ Փաշինյանի երեսին։ Եվ հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի դեմ բացահայտ չեն կարող, Հայաստանի դեմ չեն կարող գնալ պատժիչ քայլերի, բայց նաև չեն խուսափում ամեն անգամ մի նոր զոհ իջեցնել Հայաստանի ներքաղաքական թատերահրապարակ, որպեսզի վտանգ ստեղծեն Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալման, բայց հետո եւ որ տապալվում է այդ խաղը, ստիպված են լինում ժպտալ Հայաստանի վարչապետի երեսին եւ ցույց տալ, թե բան չկա։ Հիմա այսինքն երկակ է խաղը։ Երկակի, վստահ եղեք, որ Պուտինը եթե նույնիսկ այդ ինֆորմացիան, որ ասում եք, որ Պուտինը Ալիևին փորձել է շոյել, որ ես դուրս չեմ տալ, վստահ եղեք, որ դա ճշմարտության մի մասն է, այն մի մասը, որ արել են, այսինքն Մեհդիևին, ի վերջո նաև Մեհդիևը շատ տարեց մարդ է, շատ տարեց, որպեսզի այո, նա շատ մեծ ազդեցություն է ունեցել այս ամբողջ
Ադրբեջանի իշխանական բուրգում լիքը մարդկանց առաջ տանելու եւ այսինքն հավաքագրելու եւ այլնի առումներով, այո, ունի ազդեցություն, բայց նաեւ այն տարիքում չի էլի, որպեսի դառնա հեղափոխության առաջնորդ Լենինը եւ այսպես ասած առաջնորդի այդ հեղափոխությունը։ Հիմա բայց այնուամենայնիվ Պուտինի, ասում եմ, Ռուսաստանը ո՞նց է աշխատում, Հայաստանում էլ այնպես աշխատում։ Մի թևը այստեղ խրախուսում է բենզինի վրա կրակալեցնում, հատկապես հայազգի պրոպագանդիստներով է դա արել, արեք հեղափոխություն, ասենք Մարգարիտա Սիմոնյանը կարար կոչեր անել նույնիսկ Մոսկվայից իր պետական գրասենյակից։ Արցախի բռնի տեղահանման օրերին ասում էր, եթե դուրս չգաք փողոց, ցեղասպանություն տապալեք Նիկոլ Էֆենդիին եւ այլն, բայց այն մյուս նույնից եմ կրկնում, այն մյուս թևը փորձում է Նիկոլ Փաշինյանին հաճոյանա, որ տես իրաց խաղին մենք չենք սպասարկում, էլի, բա որ սպասարկենք ինչ կլինի, մոտավորապես այս տարբերակով։ Հիմա վերադառնալով ձեր հարցին, այս բանի առումով, կարծեմ պատժամիջոցների մասին ենք խոսում, խաղի մասին ենք խոսում, արդյոք հնարավոր է տեղափոխել ռուսական հարթակ, այո, նրանք գիտեն, որ գոնե այդ բանը պիտի տեղափոխվի երկկողմ համաձայնագիր, բայց նաև բոլորը շատ լավ հասկանում են, որ երկկողմ պայմանավորվածությունները սերտորեն փոխկապակցված են եռակողմի հետ։ Այսինքն Վաշինգտոնում բոլորը իրար հետ կապ ունեն։ Այնպես չի, որ խաղաղության պայմանագիրը նախաստորագրված կապ չունի եռակողմի հետ։ Ռուսները հաճախ հիշեցնում են, որ ապաշրջափակումը առանց մեզ չի լինի։ Այո, դե հիմա դա եմ ասում, դրա համար եւ հաճախ ասում են, գիտեք, Մեղրի ճանապարհի վրա ռուս զինծառայողներ կան։ Դե դրա համար եւ որ նա Շանհայում Ալիև օգտագործեց Անգեզուրյան միջանցքը, իմ առաջին մեկնաբանությունն էր, որ նա դեռևս խաղի տեղը բաց է թողնում, որ Պուտինին հասկացնում է, ես դեռևս կարող եմ լինել խաղի մեջ, եթե հաշտվենք, եթե կարողանանք միասին իրականացնել Զանգեզուրի միջանցքի պրոյեկտը այնպես, ինչպես Ռուսաստանի հետ պայմանավորվել են 20 թվականին նոյեմբերի 9-ին։ Գալով ներքաղաքական դաշտ, տեսեք, առաջին եւ երկրորդ նախագահները Նիկոլ Փաշինյանին մեղադրել են Ադրբեջանի պատերազմ հայտարարելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը ասում է հայերը հայկական կողմը հայկական իշխանությունը, Լևոն Տեր-Պետրոսյան սադրել են պատերազմ, Լևոն Տեր-Պետրոսյանը ըստ էության Փաշինյանը հայտարարել է պատերազմ, ասելով Ղարաբաղը Հայաստանը եւ վերջ, Սերժ Սարգսյանը Գյանջայի քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու մեջ է մեղադրել եւ գիտեք, այստեղ ամեն դեպքում լավ է, վատ է, բառապաշարը ցածրակարգ է, բարձրակարգ է, ինչ է, ինչ չի, կա բանավեճ, պարոն Սաֆարյան, եւ ես զգում եմ, որ այս բանավեճը 26-ին էլ է շարունակվելու։ Ինչու Լավրովի պլանը չեք ընդունել, 19-ի պլանը չեք ընդունել, խաղաղության ծրագիրը չեք ընդունել, հետեւաբար Փաշինյան, դու իրոք սադրել ես պատերազմ։ Դե Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, եթե ավելի լավ տարբերակներ կային, դուք գնայիք այդ լուծումները, եթե չեք գնացել եւ այլն եւ այլն։ Ինչ եք դուք տեսնում այս հարթությունում, սա ինչի մասն է։ Այս տարվա հունվարին 3 նախկին նախագահները տոտալ պարտվել են մենամարտում։ Ինչպես։ Երբ հունվարին, երբ Նիկոլ Փաշինյանը տարեվերջին կոչ արեց նրանց գալ բանավեճի։ Նրանք երեքն էլ հասարակության առջև հրաժարվեցին բանավիճել, ըստ որում հրաժարվեցին մանկական պատճառաբանություններով։ Հասարակություն արձանագրել է նրանց։ Ձեռք բռնելի չեք, պարոն Փաշինյան, ասում են, այսինքն կներեք, քաղաքական եւ որ երկիրը 10 եւ ավելի տարի ղեկավարած մարդը ասում է ես քաղաքականության մեջ առաջնորդվում եմ սիմպաթիաներով, համակրանքներով եւ ակակրանքներով, կներեք, դրան որևէ մեկը չի կարող հավատալ, Ռոբերտ։ Քաղաքականությունը իրար սիրելու տեղ չի։ Եթե Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հրավիրած լիներ իր ննջասենյակ, նրանք կարող էին մերժել։ Չէ, ԱԱՑ-ի պատվալ էր հրավիրել, որտեղ ննջասենյակը իրար սիրելու տեղերից մեկն է։ Բայց կարծեք թե Նիկոլ Փաշինյանը նրանց ննջասենյակ չի հրավիրել, որպեսզի նրանք նախընտրեն սիրում են թե չեն սիրում, ձեռք բռնում են թե չեն բռնում, զզվում են թե չեն բռնում, քաղաքականության մեջ շատերն են միմյանցից զզվում, այդ քաղաքականության մեջ բանավեճը ուղղակի օբյեկտիվորեն անխուսափելի է, որովե տեսակի մենամարտում քո գերակայությունը ապացուցելու համար։ Եթե 3 նախագահ վախենում է նապաստակի նման,
Վախենում են, բան։ Վախենում են։ Ասում են մենք քեզ հաղթել ենք, մենք հաղթել ենք։ Գիտեք ինչ, Դու հանձնել ես, ինչ գան քեզ այդ տեքստերի վերլուծության մի մեթոդ կա, որը կոչվում է intent, այսինքն մտադրությունների անալիզ։ Ես ձեզ խնդրում եմ ուրիշ բան, եթե մասնագետ չունեք, մեր ինստիտուտը ունի դա, այդ մասնագետը լավագույն, ես ձեզ խնդրում եմ, ուղղակի փորձեք արհեստական բանականությամբ intent անալիզի ենթարկել Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի տեքստերը։ Ես հիմա նաեւ այլ նշաններ եմ ասելու։ Եվ դուք կտեսնեք, որ մարդիկ հայտարարություն կամ դիրքորոշում անում են ոչ միայն ինչ որ մի բան ստանալու ցանկությամբ, այլ ինչ որ մի բան չկորցնելու վախից։ Նրանց տեքստում ակնհայտ է վախը, մերժման տեքստում, բանավեճի գալու մերժման տեքստում։ Որտեղ եք տեսել այդ վախը։ Ես ասում եմ կոնտենտ վերլուծություն արեք դա։ Ինտենտ ներողություն, ինտենտ մտադրությունների վերլուծության մեթոդ կիրառեք, տվեք արհեստական բանականություն նրանց մերժման տեքստերը եւ դուք կտեսնեք վախերը։ Նրանք ինչքան էլ փորձեն այսպես այն թասիբով ով կարա ինձ բան ասի արա այդ կեցվածքը ընդունեն, վստահեցնում եմ ձեզ, մտքերը տեքստերը մատնում են այդ վախերը եւ ավելին դուք լավ բան ասեցիք այդ պարտության անուղակի ապացույցներ այն որ նրանք վերջին հարվածները նակաուտի տակ փորձեցին վերջին ջիքերով թույլ հարվածներ հասցնել մեղադրելով պատերազմի մեջ մեղադրելով գանջային դուք հասկանում եք սա ինչ է սա վախն է սա պարտության գիտակցումն է որ եւ որ դու չես գնում ապացում քո ճշմարտությունը եւ քեզ մնում ընդամենը ասել բա դու գիտես պատերազմի գանջայի հանցագործության համար Հայաստանին կարող են ներկայացնել միջազգային քրեական դատարան հասկանում եք սա ինչ է որովհետեւ այնտեղ եւ ես հիշում եմ այդ օրերը երբ որ ինքս իմ աչքը ուղակի սարսափեց երբ օրինակ Արցախի ինձ եւ ձեզ հայտնի դեմքերից մեկը Արշավիր Ղարամյանը նույնիսկ Facebook-ում տեղադրեց հարվածի կոորդինատները հասկանում եք ինչ ապացույցներ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետության դեմ եւ հիմա երբ որ դու բանավեճում պարտվում ես խուսափում ես գնալ փախնում ես մենամարտի դաշտից ճակատամարտի դաշտից ու վերջում սկսում ես հերվից փոքրիկ քարեր շպրտել որ բա գիտես դու Կիրովաբադի ուրեմն բանին խփեցիր որի պատճառով Իսկանդեր կամ չգիտեմ այլ հրթիռ ընկավ կողքի շենքերի վրա քաղաքացիական բնակչության վրա սա նշանակում է սա արդեն նշանակում է փրփուրներից կախվել Ռոբերտ մի բան էլ կա Պուտինի պլանը չընդունեցի կամ Լավրովի 19-ի պլանը եւ Փաշինյանը Մադեդյան սկզբունքները փոխարինեց այսպես Մյունխենյան սկզբունքները ապրեք լավ եք ասում բայց Փաշինյանը սեպտեմբերի 27-ին է ինքը ազգային ժողովում ներկայացված պլանը եւ դա մերժվել է ազգային ժողովում երբ որ ասում է եթե սա անենք պատերազմը այն որ ինքը ասում է մենք կարող ենք պատերազմը կանգնեցնել SSS քայլերը անելով որից հետո Էդմոն Մարուկյանը Նաիրա Զոհրաբյանը Դաշնակցությունը ելով կար ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանը մյուսները ովքեր կային բոլոր ասում են ոչ մեկը միշտ մեկ անգամ լուծում ենք խնդիրը գնում ենք մինչև Բաքու հիշեք ելույթները այսինքն պատասխաննել է եղել դրա հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը էլի է ցույց տալիս հասկանում եք եւ որ դու թաքնվում ես մի բանի հետ որը արդեն Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի օրը արդեն հրապարակվել է այն ինչ որ դրված եղել մեր տեղանին եւ բոլորն ասել են ոչ գնում ենք կռվելու եւ բոլորը ստացել են այդ պատասխանատվությունը եւ հանուն արդարության հասարակությունն ինքն էլ է այդ որոշմանը լրելային համաձայնություն տվել, որովհետեւ այն հասարակությունը դրան համաձայնություն տալու դրսևորումն էլ նա էր, որ տասնյակ հազարավոր Հայաստանի տղաներ կամավորագրվելով կամ մասնակցելով ընդհանուր մոբիլիզացիային գնացին Արցախ։ Հասկանում եք, սա հասարակության նաեւ պատասխանն է, լուր պատասխանն է դառնում, թե ինքը նախընտրում էր Լավրովի պլանը ընդունել, ռուսական պլանը։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը եւ մյուսները թաքնվում են մի հանգամանքի հետևում, որը արդեն ինչ որ չափով հրապարակվել է սեպտեմբերի 27-ին, ասվել է, մեր դեմ դրված պատերազմը կանգնում է այս պայմաններով, համաձայն եք, ասել են, չէ, համաձայն չենք։ Հիմա Տեր-Պետրոսյանն ասում է, չէ,
չեմ լսել, որ սեպտեմբերի 27-ին ասել ես Նիկոլ Փաշինյան։ 19-ի պլանը թուղթը ցույց տուր։ Վարչապետը ձեր կարծիքով 19-ի պլանը ինչու ցույց չի տալիս, որովհետև ընդդիմությունն ասում է դա իր մատն է լինելու, հենց մատը շախմատի մատ է, էլի։ Ես Հայաստանում այն փորձագետներից, ասեմ, հանրային գործիչներից մեկն եմ, որը 5 տարի շարունակ եւ Նիկոլ Փաշինյանը ասել եք հրապարակիչ, ես հիշում եմ։ Այսպես որ դրա հիմնադիրը Տեր-Պետրոսյանը չի։ Չէ, մեր տաղավարից էլ հիշում եմ, մի քանի անգամ ասել եք։ Ինձ հիմնադիր հրճակեմ իրենց նման, բայց ես դա ասել եմ եւ ասել եմ, գիտեք ինչու, որովհետեւ դեռևս հատկապես 20 թվականից հետո ստեղծված իրավիճակը, երբ անջապես պատերազմից հետո սկսվեց էլի այս մեղադրանքների, փոխադարձ մեղադրանքների խաղը, նրան ամեղադրում ուս որ բոլորը հողում են անում Մինսկի խմբի կարգավորումների վրա, Սերժ Սարգսյանն ասում է իմ ժամանակ շատ լավ էր Ղարաբաղի հարցի վիճակը, Ռոբերտ Քոչարյանն ասում է իմ ժամանակ արդեն անկախանում էինք եւ այլն դեզդեն, այս ժամանակ իմ բառացիորեն հորդորը, որը ես հնչեցրել եմ Նիկոլ Փաշինյանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ասել եմ ես խնդրում եմ կրկնում եմ իմ խոսքերը 20 թվականի տարեվերջին ասած մենք կարդալ գիտենք պարոն Փաշինյան պարտադիր չի որպեսզի դուք կամ նախկին նախագահները մեկնաբանեք Մինսկի խմբի տարբերակները խնդրում եւ պահանջում եմ հորդորում եմ հրապարակել այդ բոլոր տարբերակները մենք ունակ ենք մեր ժողովուրդը շատ տառաճանաչա մենք կկարդանք կմեկնաբանենք այսինքն չլսենք ձեր մեկնաբանությունները եւ դրանք հիմք չընդունենք ես ձեզ ցիտում եմ բառացիորեն իմ ընդվզումը իմ կոչը այդ ստեղծած իրավիճակի եւ բոլորին մեղադրում էին եւ ես այստեղ ասում եմ ես այստեղ չեմ կարող արդարացնել իշխանության վարկագիծը որովհետեւ առավել եւս հիմա եւ որ Վաշինգտոնյան համաձայնությունների շրջանակներում նաև արտաքին գործերի նախարարները նամակ ստորագրեցին Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ եւ Մինսկի խումբը լուծարվեց առավել քան հիմա պահանջում եմ դիմել դեպոզիտարիա ԵՀԿ-ի որտեղ պահպանվում են բոլոր տարբերակները պահանջել դրանք եւ հրապարակել դրանք թեպետ ես վստահ եմ ամեն մի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը ունեն իրենց շրջանում իրենց պաշտոնապես հանձնված, իրենց ժամանակ պաշտոնապես ստորագրված իրենց կողմից ստորագրված հավանություն տրված եւ տարբերակները եւ դրա վերաբերյալ Հայաստան դիրքորոշները կասկած չունենաք որ նրանց անձնական արխիվում արկա են այդ փաստաթղթերը հիմա հարց եմ տալիս ձեզ լավ Նիկոլ Փաշինյանը չի հրապարակում ես էլ եմ քարնետում նրա ուղղությամբ թե ինչու չի հրապարակում ես էլ եմ հիմա շարունակում պնդել որ եթե նույնիսկ նրա մոտ արկա չեն Լևոն Տեր-Պետրոսյանի Ռոբերտ Քոչարյանի Սերժ Սարգսյանի օրոք բանակցված տարբերակների տեքստերը, որովհետև նրանք իրենց հետ դա տարել են տուն, իսկ այսպիսի տարբերակ էլ կա, իդեպ ձեզ տեղեկացնեմ։ Ով է տարել։ Ամեն մեկը։ Xerox են տարել, թե պաշտոնական։ Օրիգինալներ են տարել։ Օրիգինալներ։ Այո։ Հիմա ես էլ ասում եմ, չունեք կառավարություն եւ պարոն վարչապետ, չունեք, դիմեք դեպոզիտարիա։ Այլևս պատմությունն է դա, թող հրապարակվեն այդ տարբերակները։ Բայց հիմա հարց եմ տա, լավ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղավոր լինել, չի դիմում, չունի տարբերակներ, ես էլ շարունակում եմ քարեր նետել իր ուղղությամբ, որ նա չի կատարում իմ հորդորը։ Բայց դուք էլ ունեք ձեր անձնական արխիվում այն, ինչը բանակցվել է ձեր օրոք։ Բայց եթե դուք ուզում եք հրապարակվի, դուք ինքներդ կարող եք դա հրապարակել, որովհետև 2019 թվականին այն ինչը պահանջում են 2019 թվականին Հայաստանի Հանրապետությանը ուղարկված այդ տարբերակը բանակցվել եւ ավարտվել է Սերժ Սարգսյանի նախագահության փուլում։ Հիմա հարց եմ տալիս. Նիկոլ Փաշինյանը չի հրապարակում։ Սերժ Սարգսյանն էլ չունի այդ տարբերակը, որը իրեն է հանձնվել եւ ուղղակի հեղափոխությունից հետո նաեւ ուղարկվել է Նիկոլ Փաշինյանին, որ ուզում է սայա, չես ուզում սայա։ Եվ ինչու են իրանք ասում Մյունխենյան սկզբունքներով փոխարինել։ Նախ Մյունխենում ես եղել եմ, Մյունխենում շոու էր, այդտեղ սկզբունքներ չկա։ Մյունխենում չի։ Դրանից առաջ Բրատիսլավայի հանդիպում ա եղել, դրանից առաջ Ժնևի հանդիպում ա եղել, այնտեղ ինչ որ սկզբունքներ կարելի է տեսնել։ Բայց ինչու են սա ասում իրանք։ Հիմա ես նույնիսկ եմ կրկնում Լևոն Տեր-Պետրոսյան, եթե դու էլ տեղյակ ես 19 թվականի տարբերակից, ինչ չես դու հրապարակում։
Բա հրապարակեք Նիկոլ Փաշինյանին ցեխը մցրեք մինչև վեր։ Սերժ Սարգսյան, քո օրոք, հա, բարակցվել 19 թվականին։ Նիկոլ Փաշինյանը դրա բարակցման հետ կապ չունի։ Նկատի ունեք 19-ի պլանը, որը ասում են, դա Սերժ Սարգսյանի ժառանգությունն է, այսպես ասած։ Միանշանակ 19 թվականին Մյունխենից հետո ես այս պատմությունը նաև հերթայեթերից եմ պատմել։ Կարևոր ես Մյունխենում էի իմ ժողովների համար որպես Մյունխենի կոնֆերանսի համակազմակերպիչ, կազմակերպության ավագ խորհրդատու, ես այնտեղ տեսել եմ Լավրովին ուղեկցող անձին, որը հարց տվեց Նիկոլ Փաշինյանին եւ երեկոյան, եւ որ երեկույթ էինք կազմակերպել, ես ունեցել եմ զրույց ռուսական պատվիրակության հետ, ես տեսել եմ նրանց զայրույթը, թե ինչու էին կատաղած Նիկոլ Փաշինյանի վրա, որ նա չպատասխանեց Ռուսաստանի Լավրովին ուղեկցած լրագրողի հարցին, որը վերաբերում է ռուսական պլան ընդունելու եւ չընդունելու։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ չի պատասխանել, որ ես չեմ ընդունում, բայց չի արձագանքել հարցին։ Ալիևը մեղադրում է ռուսական պլանը չընդունելու եւ պատերազմի տանելու։ Հիմա այդ եմ ասում, հիմա ես դա եմ ասում, եւ որ ես այս պատմությամբ խորացա, որտեվ երեկոյան նույնիսկ եմ գրտում իմ ընկերները Ռուսաստանի արտգործնախարարությունում դեռևս աշխատող եւ որ ինձ ծանոթացրեցին Լավրովի պատվիրակության ուղեկցված անձանց հետ, որոնք այդ տարինի միջայլոց դեռևս քանի որ Ուկրաինայի վրա հարձակում չէր եղել, Լավրովը եւ իր թիմը մասնակցում էին Մյունխենի անվտանգության կոնֆերանսին։ Ինձ բերեցին, հատուկ ծանոթացրեցին այդ մարդկանց։ Նույնիսկ այդ մարդիկ ինձ հետ կատակով ասեցին ձեր կիսահայ Լավրովը, ես էլ զարմացա իբրև թե տեղյակ չեմ ասի ոնց նա հայ է, ասին հա ոնց, բա չգիտեք որ նա հայ է։ Դուք հասկանում եք ինչ եմ պատմում։ Լավրովին անջապես ուղեկցած մարդը, որը արտահոսքեր էր տալիս։ Լավրովի պլանի վերաբերյալ։ Եվ ասենք այդ ժամանակներից ես գիտեմ, որ Հայաստանին ուղարկվել է պլանը։ Դա մի ուրիշ բան ասեմ։ Դեկտեմբերի 1-ին հանրային խորհրդի իմ գործընկերների ցանկությամբ նախաձեռնությամբ ես կազմակերպել տվեցի աշխատակազմին մեր եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը 2020 թվականի դեկտեմբերի 1 Իմ շատ գործընկերներ տեղյակ են այդ ընթացքում թե ինչ հարցեր են քննարկվել։ Իմ ուղղված հարցերից մեկը Նիկոլ Փաշինյանի այդ հանդիպման ժամանակ վերաբերել է հետևյալին։ Հենց այսօր դեկտեմբերի 1-ին կրկնում եմ այն, ինչ բառացի ասել եմ, Արմեն Աշոտյանը Հանրապետական կուսակցությունից Facebook-յան հրապարակում է կատարել, որ դուք 2019 թվականի հունիս կամ մայիս ամիսներին ստացել եք Լավրովի ռուսական առաջարկություն եւ մերժել եք։ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն տվել հետևյալ պատասխանը. Պարոն Սաֆան, ես տեղյակ չեմ, Արմեն Աշոտյանը, որտեվ ես էլ էի անջապես հանդիպման մտնելու ժամանակ կարդացել այդ տեքստը, որտեղ Արմեն Աշոտյանը մեղադրել էր Նիկոլ Փաշինյանին։ Եվ ես ասել եմ Այս ինչի մասին է խոսում, մենք մինչև հիմա տեղյակ չենք, որ Մինսկի խումբը մեզ առաջարկություն է ներկայացրել։ Եվ ինչը շփոթեցրեց Նիկոլ Փաշինյանին, որովհետև եւ որ ես ասացի Մինսկի խումբն է ներկայացրել։ Լավրովը Մինսկի խմբի անունից է։ Իր տարակուսանքը դրանից էր գալի, որովհետև Մինսկի խումբը Հայաստանին առաջարկ չի ներկայացրել, ինչը փորձում է անել ստել ՀԱԿ-ը։ Մինսկի խումբը չի ներկայացրել։ Նրանք ասում են Ռուսաստան Մինսկի խմբի համաձայնեցածն էր ներկայացրել։ Ոչ։ Դա Ռուսաստանի առաջարկը չէր, նրանց համաձայնությունը ստացած առաջարկն էր։ Դա եղել է Լավրովի պլանից, մի քիչ ավելի շատ եմ էլի, նայեք, ես այն մարդը չեմ, որը աչքաթող անի, եթե իշխանության դաշտում ինչ-որ մի բան կասկածելի թվա։ Ես շատ ինֆորմացիաների հետևից եմ գնացել դեռևս 2020 թվականի պատերազմից հետո, որովհետև ինձ համար միևնույնն է, սխալով է թույլ տվել։ Կամ ինչ սխալա թույլ տվել։ Ինձ համար կարևորը բարձել է ինչա տեղի ունեցել Հայաստանի հետ, ինչի Հայաստանը հայտնվեց այդ մեծ վթարի մեջ։ Եվ որ ես հետաքրքրվեցի, ըստ որում դա եղել է Գենշտաբի բունտից հետո։ Եվ որ ես հետաքրքրվեցի, իշխանության ներկայացուցիչներից մեկին երբ ասի, «Էս ինչ պլանի մասին է խոսքը», ասեցի, էլի մեջ վերեմ իմ ասած, ասեցի, ում խափեք, Ստեփան Սաֆան չի կարող խափել։ Ես 2000 թվականներից սկզբից այս բանակցությունների երկրորդ գծի մեջ եմ եղել։ Եղել եմ չափազանց բարձր մակարդակի հանդիպումներ, որտեղ եղել են ֆրանսիացի, ամերիկացի համանախագահներ, Հայաստանից մի մարդ է եղել ու դա ես եմ եղել փորձագիտական դաշտից։ Ասեցի ում խափում եք, ասեցին լավ, քանի որ նկատել ես, արի ասենք։ Մեզ որ ուղարկվել է այդ տարբերակ, մեզ չի ասվել, որ սա
քանի որ ընդհանուր առմամբ իշխանության տրամադրությամբ չեն եղել նախկին նախագահների օրոք բանակցված տարբերակներ, մենք մտածել ենք, որ Ռուսաստանը ուղղակի մեզ ուղարկում է այն, ինչ որտեղ կանգ առել բանակցությունները։ Սա եղել է պատասխանը 2021 թվականի փետրվարին, անուն չտամ ով ասել, շատ բարձրաստիճան մեկն է ասել, եւ որ ես դեկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյան հարցրեցի, իմ հարցի ձևակերպման մեջ էլ կար Մինսկի խումբը։ Նիկոլ Փաշինյանին դա շփոթության մեջ նախ ասեց, ես չեմ հասցրել տեսնեմ, թե ինչ հայտարարության վրա եք դուք հողում անում, ինչ են ասել։ Երկրորդը Մինսկի խումբը մեզ առաջարկություն չի ներկայացրել։ Նա ոչ թե թաքցրեց, որ ինչ որ բան ստացել են իրանք, այլ նա ուղղակի չպատկերացրեց, որ այն, ինչի մասին խոսում ենք, որը ներկայացրել է Ռուսաստանը, դա Մինսկի խմբի առաջարկությունն է, հարց եմ տալ Ռոբերտ։ Ես դուք ինձ ստիպեցիք այսքանը պատմեմ։ Այսքանի ինֆորմացիայի աղբյուրը եղել է Լավրովի անձնական շրջապատը, որի հետ ես հանդիպել եմ Մյունխենում։ Այսքանի ինֆորմացիայի աղբյուրը եղել են իմ այլ կոնտակտներ այլ վայրերում, որտեղ ուղղակի ես կարող ասեմ, դա իշխանությունը չի։ Ես հակառակը փորձել եմ իշխանությանը պրովոկացիայի տանել եւ ստանալ այն հարցերի պատասխանը, որոնք օդում կախված են Հայաստանում։ Հիմա ձեզ նույնիսկ հարց եմ տալիս։ Այսքան ինֆորմացիայից հետո իմ նման մարդը ոնց կարա շուրջ գա եւ ասի Լևոն Տեր-Պետրոսյան, թե դքան գիտես 19 թվականի Մինսկի խմբի առաջարկից, խնդրում եմ հրապարակի այդ տարբերակը։ Այդ տարբերակում առնվազն պետք է լինի Մինսկի խմբի անունն էլ, որ Մինսկի խմբի 3 համանախագահ երկրներս առաջարկում ենք այս խաղաղության համաձայնագրի տեքստի կարգավորման տարբերակը։ Խնդրում ինձ ասեք, ինչի՞ չեն հրապարակում, որովհետև չկա տենց բան։ Ռոբերտ, դրա համար եմ ասում։ Իսկ տարբերությունը ո՞րն է Ռուսաստանի ներկայացրած թե Մինսկի խմբի, որովհետև էլի հիշեցնեմ, նրանք միշտ ասում են, որ այսպես գործերը թողել են Ռուսաստանի դաշտում, որ դու ինչ լուծման գաս, մենք օքեյ ենք դրա հետ, այնպես որ Ռուսաստանը ինչ ներկայացում էր Մինսկի խմբի անունից է։ Որովհետև այդ տարբերակում նայեք, Մինսկի խումբը ունեցել է չգրված կանոնների շարք, որոնք չգրված եմ ասում, բայց ես վստահ չեմ, որ դրանք ինչ-որ միտեղ գրված չեն, որովհետև դեպոզիտարիայում ես չգիտեմ ինչ կա Մինսկի խմբի ԵԱՀԿ դեպոզիտարիայում, որտեղ պահպանվում են Ղարաբաղի հետ կապված բոլոր փաստաթղթերը, ինչ չգիտեմ, տեքստ կա թե չէ։ Բայց ես կարող եմ մի բան պատմել, որը գիտեմ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահներից, դեռ 2016 թվականին, որ կար Լավրովի պլանը։ 16 թվականին, քառօրյա պատերազմից հետո, պատմում եմ այդ հանդիպման մասին։ Որովհետև դա ոչ միայն այդքան կոնֆիդենցիալ հանդիպում էր, որովհետև այդ նույն շրջանում ամերիկացի համանախագահը նաև հայտարարություն արել, եթե փնտրեք բամբոլում կգտնեք։ Իսկ ինչ են հայտարարել, ասել են այն ինչ որ Ռուսաստանը հիմա փորձում առանձին ներկայացնել, դա Մինսկի խմբի պայմանավորվածությունների հետ կապ չունի, որովհետև Մինսկի խմբի կարգավորվածություններով, պայմանավորվածություններով, հիշեք, այն ինչ որ հիմա այսօրին կնկատեք, չէ, նկատել եք, չէ, որ հանրապետական կուսակցությունները հողում են անում իրենց պաշտոնավորման շրջանը, որ 2009 թվականը, 11 թվականը Լակվիլայի, ուրեմն Կորֆուի հայտարարություններն են եղել, աշխարհի ուրեմն 3000 առաջնորդներ, որոնք համանախագահ երկրներ են եւ այլն, Մոսկովայի, Լակվիլայի հայտարարությունները, Կորֆուի հայտարարությունը Ինչու են սա ասում, որովհետև այդ հայտարարությունների մեջ իսկապես գրված է խաղի կանոնը, որ այս 6 խնդիրը պիտի լուծվի։ 6 խնդիրը որոնք են եղել, փախստականներ, այսինքն վերադարձի խնդիր, ցավալիորեն Հայաստանը բանակցային գործընթացներից տարել, որ այդ փախստականների եզրը ավելի շատ տարածվել է Արցախից լքած ադրբեջանցիների, ոչ թե ասենք Շահումյանի հայ փախստականների, դրանց վրա ցավոք սրտի չի տարածվել։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանը թող մի քիչ հպարտանա իր թողադիվանագիտական ժառանգությամբ, որովհետև շրջանակի մեջ մտել է միայն ադրբեջանցի փախստականների։ Եվ դա շահկապվել է հնարավոր հանրաքվեն, որ նրանք էլ պետք է մասնակցեն։ Այո, հանրաքվեի գաղափարը որ հանրաքվեն կարա իրականանալ, եթե Հայաստանը իրականացնի այս պայմանը, ըստ որում այդ փախստականների վերադարձի թեզը Ռոբերտ Քոչարյանը ինքնա ծաղկացրել, որ դա տարածվել է նաև Շուշիի վրա, որը արդեն Ռոբերտ Քոչարյանի շրջանում բանակցված տարբերակներում Քիվեստ, Մեղրի եւ այլն եղել է առանձին գլուխ։ Ու դրա մասին էլ ես իմացել եմ Անգլիայում Wilton Park կոնֆերանսի ժամանակ, երբ որին մասնակցում էին նաև Մինսկի խմբի համանախագահները եւ ասենք ադրբեջանական լոբիստները ասում էին ոնց Ռոբերտ Քոչարյանի կողմից բանակցված տարբերակում Շուշին առանձին ենթագլուխ է։ Իմ ներկայությամբ են դա ասել։ Իմ ներկայությամբ է դա ասել ադրբեջանական լոբիստ Բրենդա Շեֆերը։ Հիմա ես նաև հետեւյալն ասեմ, այդ 6 խնդիրները ուրեմն փախստականներ, տարածքներ,
տարածքների վերադարձ, որի մեջ մտել է 7 շրջաններ, Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանների վերադարձը, Միջանցքը, Արցախի եւ Հայաստանի միջև, դրա modalities ռեժիմի որոշումը, պայմանների որոշումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Լեռնային Ղարաբաղի միջազգային անվտանգությունը եւ 6-րդը հակամարտության գոտու վերականգնումը դոնոր կոնֆերանսով։ 6-ը խնդիր է եղել։ 6 խնդիր։ Եվ խաղի կանոնը հետեւյալն է, որ ասում չգրված կանոններ կա, չգրված կանոններից մեկը եղել է, որ այս 6 խնդիրները պիտի եթե ոչ փաթեթային, գոնե փուլային լուծում տրվեն։ Ռուսական պլանը ի հակառակ սրա է եղել։ Արցախի խնդրի կարգավիճակի հարցի շուրջ պայմանավորվածություններ թողել է անորոշ ապագային, ըստ որում չի սահմանել, թե դա ոնց է լինելու։ Ռուսական պլանը դրանով չէր կարող լինել Մինսկի խմբի համանախագահների որդեգրած կամ պայմանավորված սկզբունքների։ Գնայք հանրապետականներն ասում են մեր թողած ժառանգության համաձայն որոշվելու էր հանրաքվեով եւ այլն, ապա դա այդ արդյունքը մակում պետք է հաստատվի, այսինքն ժամանակավոր կարգավիճակ եւ այլն։ Մի րոպե։ Այն ինչ որ ընթերցել է Նիկոլ Փաշինյանը 20 թվականի հունվարի 20-ին։ Երկրորդ խաղի կանոնն էլ ասեմ ու պատասխանեմ ձեր լավ հարցին։ Երկրորդ խաղի կանոնն եղել է նա, որ 3 երկրները չեն կարող Արցախում տեղակայվելիք միջազգային խաղապահների կոնտինգենտի կազմ ունենալ զինվորական։ 20 թվականին Ռուսաստան խախտել է դա մտցնելով իր խաղապահները։ Դա եղել է ռուսական պլանը։ Հետևաբար Լևոն Տեր-Պետրոսյանը եւ մյուսները, որ ասում են ռուսական պլանը ներկայացվել է Մինսկի խմբի անունից, ուղղակի ստում են, կեղծում են։ Դե հրապարակեք, որ տեսնենք, որ դա Մինսկի խմբի ձեր մոտ կա։ Լավ, Նիկոլ Փաշինյանը վերջին դավաճանն է հերո Իրանից։ Չի հրապարակում, տակը կեղտ կա, բայց ձեր մոտ էլ հո կա։ Ինչ չեք հրապարակում։ Դա նույն տարբերակն է, պնդում եմ։ Կամ հայտարարեք, որ դա նույն տարբերակը չի։ Ինչի մասին ես խոսում եմ։ Կամ հրապարակեք այդ տարբերակը, Լևոն Տեր-Պետրոսյանը եթե այդքան վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը տապալել է իր թողած ժառանգությունը փայլում եւ մերժել է 2019 թվականին Մինսկի խմբի առաջարկը, Լևոն Տեր-Պետրոսյանը ուրեմն կարդացել է այդ տարբերակը, ուրեմն ունի այդ տարբերակը։ Այդ տարբերակը առավել քան ունի Սերժ Սարգսյանը։ Հրապարակեք, բացեք Նիկոլ Փաշինյանի դիմակը, պատրեք այդ դիմակը, նստեցնենք էլեկտրականաթոռի վրա եւ գնդակահարենք որպես հայրենիքի դավաճան։ Չէ, մեր եթերում արգելված է։ Հիմա դա եմ ասում, բայց եթե դուք դա չեք անում, եթե դուք բանավեճի հրավերը չեք ընդունում, եթե դուք ունենալով այդ տարբերակները չեք հրապարակում, արդյոք չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը ավելի մաքուր է, քան դուք։ Արդյոք չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ բանից չի վախենում, բայց դուք ինչ որ բանից վախենում եք։ Սպասել 26-ի նախընտրական փուլի բանավեճ, թեկուզ բանավեճ։ Եթե պարոն Քոչյանը իր դաշինքի ցուցակն է գլխավորելու Փաշինյանը։ Ռոբերտ, քանի տարի է Ռոբերտ Քոչյանը հրաժարվել, որ Մեղրիի փոխանակման տարբերակ է եղել։ Այս վերջին ասուլիսում տեսակ ինչ էր ասում։ Արդեն ցուցմունք էր տալի իր վրա։ Մեղրիի տարբերակը Հայաստանի տարածքի հաշվին, այդ բանակցային 6 խնդիրները, որ ասում եմ, Մեղրիին Հայաստանի տարածքը այդ 6 խնդրի մեջ չի եղել։ Ի սկզբանե ասել են, այս 6 խնդիրը պետք է լուծվի, կարա լուծվի այս 6 խնդիրը փաթեթային եղանակով, այսինքն բոլորը միաժամանակ իրարու, եթե որոշ խնդիրներ կան դժվար են, ապա դրանք կարա լինի փուլային կամ փաթեթափուլային, այսինքն սիմբիոզը, հիբրիդային տեսակը, որ օրինակ կարգավիճակը եթե նույնիսկ վաղը չենք կարող սահմանենք, բայց գոնե 20 տարի հետո անցակացում հանրակրվե, այդ հանրակրվեի արդյունքները պետք է ճանաչեն Հայաստանն ու Ադրբեջանը եւ այլն։ Հասկանում եք, եւ որ նրանք չեն հրապարակում իրանց այս խաղաքարտը, կոզերը, ժողովրդական լեզվով ասած, այս նշանակում վախենալու բան ունեն, այդ նշանակում կեղծում է, այդ նշանակում ստում են։ Հիմա գամ ձեր հարցին։ Հանրապետական կուսակցությունը ասեցիք բան անում։ Հանրաքվեի ամեն դեպքում տարեր պետք է որոշվեն, կարգավիճակը ժամանակավոր թե միջանկյալ մի խոսքով այդպես չի։ Հանրապետական կուսակցությանը երկու հարց հենց եթերից։ Ես փորձում եմ բոլորի
եւ արածները եւ չարածները Կնեք դուք լսել եք 20 թվականի հունվարի 25-ի Փաշինյանի ելույթը Կապանում, որտեղ ինքը ասում է մեդիայում հայտնվել է մի լուր, որտեղ այսպես բացահայտվում է եւ ինքը ասում է ահա սա է Սերժ Սարգսյանի ժառանգությունը, թող Ղարաբաղի նախագահի տեխնացուները իրենց տեսակետը ասեն այս հարցի շուրջ։ Ու այնտեղ ինքը նման թվարկում է անում։ Այո։ Ես ասում եմ Նիկոլ Փաշինյանը գիտի ինչ առաջարկվել Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ 2019-ին Հայաստան բան է ուղարկվել։ Բայց Նիկոլ Փաշինյանը նաեւ լավ գիտի, որ այդ ուղարկված բանը չի եղել Մինսկի խմբի ուրեմն տրամաբանության շրջանակներում։ Լավ, մի քիչ ավելի հետ գնանք Բրատիսլավա։ Եվ ամփոփենք արդեն։ Նիկոլ Փաշինյանը եւ որ ասում էր սկսեմ իմ կետից, ինչ էր ասում։ Նա ասում էր բանակցությունները հանգելա այնպիսի մի կետի, մի այսպիսի հայտարարություն արել պատերազմից առաջ 2020 թվականի գարնանը։ Ասելա, բա չհասկանանք, եւ որ մենք ինչ որ մի բան զիջում ենք, մենք ինչ ենք ստանում։ Թե դա միակողմանի զիջում է։ Բա մենք չհասկանանք այդ մադրիդյան սկզբունքները երկու եւ բոլոր կողմերը նույն ձև կարդում, նույն ձև հասկանում են, թե չէ։ Սա Նիկոլ Փաշինյանի խոսքի միգուցե ոչ բառացի, բայց մեջբերումն է։ Հիմա եւ որ հանրապետական կուսակցությունն ասում է այսպես բան ա եղել, երկու հարցի ինքը պետք է պատասխանի։ Առաջինը, եթե այդքան լավ տարբերակ ա եղել, որ միջև ՄԱԿ պիտի գնար, ինչու չի ստորագրվել։ Միայն թե թող չասեն 2018-ի իշխանապողությունը խանգարել։ Հակաղարաբաղյան 10 տարի ունեին դրա համար։ 10 տարի, եթե չասեմ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի կառավարության առանցքային պաշտոնյա եւ Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա առանցքային պաշտոնյա ունեցել է 30 տարի ժամանակ։ Այդ փայլուն լուծումները բան։ Եթե դուք ունեիք սա, եթե պատասխանելու են, որ գիտեք Կազանում արդեն ցույց տվեց որ Ադրբեջանը սրան համաձայն չէր, ուրեմն իրանք պարտավոր են ասել, բա Ադրբեջանը էլ ինչ նոր պահանջեր դրել։ Իսկ միգուցե Մեղրիի ճանապարհի խնդիրը կար։ Իդեպ ես երևի մի բան, որ այսքան քաջատեղյակ լինելով այդ դետալների պատմությանը մի բան բաց էի թողել։ Ես չէի նկատել, որ Մեղրիի հետ հաղորդակցության խնդիրը մտել է խնդիրների մեջ 2007 թվականին Հայաստանին եւ Ադրբեջանին արտգործնախարարների մակարդակով Մադրիդում Օսկանյան Մամեդյարով զույգին հանձնված մադրիդյան առաջարկներում։ Թաթուլ Հակոբյանը գրառում տեղադրեց, ես բացեցի նայեցի մադրիդյան առաջարկները, շշմած էի։ Հիմա հարց եմ տալի։ Բոլորը իրանց ուղղակի պաշտպանում, բոլորը հասկանում են, որ ընտրություն է գալիս։ Ձեր հարցին վերջնականապես պատասխանում։ Եվ ամփոփենք սրանով։ Եվ հանրապետական, եւ Ռոբերտ Քոչարյանը հասկանում են, որ դեմը 26 թվականի ընտրություններ են, եւ Նիկոլ Փաշինյանը կոպիտ ասած իրանց տապալիլա գետին նոկաուտի մեջ է գցել այս տարվա սկզբի Ղարաբաղյան խնդրով։ Իրենք բոլորը փախել են մարտադաշտից։ Իրենք բոլորը չեն ներկայացել բանավեճի։ Իրենք հասկանում են, որ սա ֆիքսվել է ընտրողի գիտակցության մեջ եւ իրանք 2026 թվականին խնդրեմ են ունենալու։ Դրա համար 26-ից առաջ ամեն մեկը փորձում է իր ժառանգության ժամանակվա եղած, այսպես ասած, որոշ սելեկտիվ բաներ դրական լույսի ներքո ներկայացնել եւ այնուամենայնիվ դրանով չթաքցնել, որ իրենք ընդունել են իրենց պարտությունը Նիկոլ Փաշինյանից։ Դե փաստարկ ունեցող տղեկը գալիս են եւ խոսում են։ Եվ սա է պատճառը, թե ինչու են նրանք հիմա խոսում։ Ոչ միայն որ գիտակցում են, որ պարտվել են եւ դա ճակատագրական նշանակություն ունենալու իրենց համար 20 թվականին, որտեղ 21 թվականի ընտրություններին նրանք դեռ ասում էին Ղարաբաղը փրկենք, որտեղ 21 թվականին կար Ղարաբաղ։ Հիմա չկա Ղարաբաղ, չկա Արցախ, ցավալիորեն, եւ 26 թվականին էլ քննարկման առարկա է դառնալու առնվազն այն, ում պատճառով կորսվեց նաեւ Արցախի մնացած մասը, իսկ այստեղ բոլորի ձեռքերը կան, հատկապես երկրորդ եւ երրորդ նախագահների հիշեք սեպտեմբերյան նախագահապողությունը, որի մասին Ալիևը զգուշացրել էր, եթե անեք, հետևելու է հակաահաբեկչական, հակաանջատողական գործողություններ եւ նրանք դա արեցին։ Հիմա նրանք հասկանում են, որ 21 թվականին 5% ստանալու համար գոնե իրաց պետք է մաքրեն Ղարաբաղի խնդրով։ Ու հիմա գիտակցում են, որ ընտրողի գիտակցության մեջ արդեն մնացել է, որ նրանք չեն ներկայացել բանավեճի Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք շարունակում են ուղղակի Ղարաբաղյան թեմային ջուր քարոշություն անել, թե որքան լավ ժառանգություն են թողել իրենք պաշտոնավորման։ Ահա թե ինչ են անում նրանք։ Նրանք ոչ թե ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, մենք սխալ,
այլ ուղղակի ասում են մեր բանակցության ժամանակ գիտեք ինչքան լավ բաներ էլ ա եղել։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան, զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Ստեփան Սաֆարյանին։